Ինչպես հայտնի է, 2025 թվականի մայիսի 21-ին ավարտվելու է Արցախի Հանրապետության 5-րդ նախագահի Սամվել Շահրամանյանի պաշտոնավարման ժամկետը։ Մայիսի 21-ին Արցախի ազգային ժողովի պատգամավորները հնարավորություն կունենան նոր նախագահ ընտրելու։ Արմլուրին հայտնում է Արցախի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, որ Արցախի ազգային ժողովը արդեն իր ամենակարևոր որոշումը կատարել է, այն է սահմանադրության փոփոխությունը։ Որևէ խոչընդոտ չի լինելու եւ շարունակվելու է ունենալու է Արցախի Հանրապետությունը իր նախագահի ինստիտուտը։ Այսօր նույնիսկ այդ անցումը այդպես առանձնապես գալի չի լինելու։ Մնացած ինչ խոսակցություններ որ կան, մնացած ինչ այսպես աղմուկ որ դրանք ընդհանրապես ինտրիգներ են, որոնց ես կարծում եմ որ լուրջ վերաբերվել չի կարելի։ Մենք ամեն ինչ, նույնիսկ այս ծանր իրավիճակում, երբ բոլոր կողմից են ճնշումները, ապահովել ենք նախագահի ինստիտուտի շարունակականությունը։ Արդյոք Սամվել Շահրամանյանը ունի կայացրած որոշում մասնակցելու ընտրություններին, թե ոչ, Հակոբյանը նշեց հետևյալը։ Քանի որ այդ հարցը հենց պարոն Շահրամանյանն է բարձրացնել, ինքն էլ իրավասու է պատասխանելու, այդ կոնկրետ հարցի շրջանակներում ես որպես ազգային ժողովի պատգամավոր ձեզ վստահեցնում եմ, որ ամենակարևոր որոշումը կա։ Այն ինչ որ մեզնից կախված է, որպես որոշում դա կա, եւ նախագահի ինստիտուտը պահպանվելու է։ Մնացած բոլոր մանրամասները դուք հաստատ մայիսի 21-ին նույնիսկ այդպես ինչ-որ առանց աղմուկի տեսնելու եք ու ես կարծում եմ, որ մեր բոլորի ուշադրությունը շատ կարևոր է բևեռել ոչ թե այդ հարցի շուրջ, այլ այն հարցի շուրջ, ինչքանով է այն կենսունակ եւ ինչքանով է այն իրացնելու իր գործառույթները ասելով մենք հասկանում ենք, որ մեր համար առաջնահերթ է Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգի այսպես ամբողջականությունը եւ մեր իրավունքի, այսինքն արցախցիների Արցախ վերադառնալու իրավունքի իրացման հնարավորությունը։ Նշենք, որ այս ողջ ընթացքում շրջանառվում էր նաև ազգային ժողովի երկրորդ ուժ հանդիսացող Միասնական հայրենի կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի անունը, իսկ միայն վերջերս էլ հանրության մոտ շրջանառվում էր Հայկ Խանոմյանի անունը, որը մտերիմ կապերի մեջ է Սամվել Բաբայանի հետ։ Տեղեկացնենք, որ եւ Սամվել Բաբայանը եւ Հայկ Խանոմյանը հերքել էին շրջանառվող այս լուրերը, իսկ իր հերթին Սամվել Շահրամանյանն էլ նշել էր, որ դեռ որոշում չկա, ինքը մասնակցելու է ընտրություններին, թե ոչ։